ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Մեր օրենքեզ նախագիծը նրա մասին է, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք եւ մենք գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր։ Այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի հարյուրամյա, նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում ոչ մի այդ ողջ պատմության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Հասկանում եք, սա քաղաքական ընտրության հարց է։ Սա քաղաքական ընտրության հարց է։ Եվ այո, մենք մեր սիրելի քաղաքացիներին ասում ենք ուղիղ, այս գույքահարկից էլի հիմա շատ որ բանարված է, դա շատ մոդա է, չէ՞, միանգամից ասում են, պարքեվավճարները, բանը, ծառայական ավտոմեքենաները, ճոխ ավտոմեքենաները, գործող այս գումարից, Ժորժ ջան, ամբողջը ոչ մի բան այդ նպատակների համար չի ծախսվում։ Եվ հետևաբար ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի, մենք այս որոշումը կայացնենք, մենք պինդ կանգնելու ենք այս որոշման վրա, պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, բացարձակապես ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք եւ իհարկե մյուս կողմից էլ սուբվենցիաներով ֆինանսավորում ենք։ Մյուս կողմից էլ բանով դոտացիաներով համայնքին 30 տարի է մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ոնց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Սենց են ուժեղացնում եւ համայնքները ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու։ Քաղաքացիները իրանք ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու, որովհետեւ նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, Ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Ինչն է ձեր կոնկրետ կարիքը, դուք ինքներդ ձեր համայնքի հետ որոշեք։